Արևմտյան աշխարհն արդեն պատժամիջոցներ է կիրառել վրացական երազանքի ավելի քան 200 ներկայացուցիչների նկատմամբ, որոնցից 98-ի անունները հրապարակվել են, իսկ մնացածների վրա անանուն վիզային սահմանափակումներ են դրվել, ասվում է Transparency International Վրաստան հասարակական կազմակերպության հայտարարության մեջ։ Հասարակական կազմակերպությունը նշում է, որ նրանց թվում են վրացական երազանքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին և նրա ընտանիքի 4 անդամները։ Ցուցակում ընդգրկված են կառավարության անդամներ և նրանց տեղակալներ, իրավապահ և անվտանգության համակարգերի բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, վրացական երազանքի համախոհներ, դատավորներ, քաղաքապետարանների ղեկավարներ, նրանց աջակցող գործարարներ, քարոզիչներ և այդ անձանց ընտանիքի անդամներ։ Ժողովրդավարական երկրները պատժամիջոցներ են սահմանում այդ անձանց նկատմամբ խաղաղ ցուցարարներին դաժանորեն ճնշելու, ժողովրդավարությունը Վրաստանում խարխլելու, եվրաինտեգրման գործընթացը դանդաղեցնելու, Վրաստանում ռուսական շահերը խթանելու, ընտրությունները կեղծելու, կոռուպցիայի, քարոզչության և վրաց ժողովրդի կամքին հակառակ գործողությունների համար։